բան ժթը։ Ի խորոց սրտի խոսքն դաստուծո։ Ով դու, բարի կյանքի հուսատու ամենահայաց տեսողություն, ուշք դիր ցավագնաց հոգուս հետեծանքների բարձրադայն աղաղակին, անհաստ մեծություն, անուն ահավոր բարբար կենթանի, լուր ցանկալի, ճաշակ ախորժելի, կոչումն պաշտելի, բարություն խոստովանելի, ազդումն խնկելի, դավանելի իսկություն, էություն փառատրելի, գոյություն օրհնաբանելի, ով դու Տեր Հիսուս, հորդ հետ գովված եւ երկրպագված եւ Սուրբ Հոգուդ հետ բարձրացած ու հռչակված, որ մարմնացար մեզ պես եւ մեզ համար, որպեսզի մեզ լանես քեզ համար ու քեզ նման լույս ամենայնի համակ ողորմած հզոր երկնային։ Եվ այժմ քայքայված ու խորտակված անոթնիմ հողեղեն աստվածորեն հրաշակերտելով աղաչում եմ գթած նորոգիր նորեն, մեղքերով հնացած պատկերն իմ քո ինձ տված հալելով կրկին քուրաների մեջ խոսքից ծածկայլացով պաղատում եմ քեզ ծուլիր վերստին, հոգիս պահպանող մարմնից խորանի շինված կխախտված հանգստարանը քո աղաչում եմ ով բարերար մաքրագործիր քեզ ի բնակություն, իմ չար գործերի փոխարեն մի հատուցիր նույնը դու ինձ, արփած եմ ես, բայց ոչ թե գինով, ինչպես մարգարեն է ասում, թափիր հրամանով քո ազատարար ամենակեցույց մահվան բաժակից թմրեցրող մրուրն անօրենության, որ բաժակ տես, չքամեմ վերջին օրը հատուցման, արդար ես դու իրավունքիդ մեջ եւ հաղթող քո դատաստանում, թե մատնես մահվան ճշմարիտ նարած կլինես, թե դատապարտես այստեղից սկսելով կշտամբանությունը տանջողական հատուցում է ճիշտ, թե անդունների խորքը սուզես, թե կենթանության շարժումները դադարեցնես, թե զորությունն իմ խոսքի ունայնացնես, թե պատուհաններն աչքերից տվերացնես, թե կյանքի ճաշակն ինձնից ետ առնես, թե ընդհանրական կերակրից ինձ զրկես, թե օրերիս երկարությունը կարճացնես, թե իջնող քաղցր ցողի հետ մեկտեղ վերից հուր թափես, թե խոսքդ լսելուց ինձ քաղցած թողնես, թե ականջներից դռները խցես, թե շնորհիդ պատկերն ինձանից կտրես, թե ոտքիս տակի հողը սարսես, թե ինձ անցկալի քո լույսից հանես, թե այս աշխարհից ինձ բոլորովին դու դուրս վտարես, թե հրաբորբոք փայլատակումով ինձ ահաբեկես, թե ամբուժելի ցավերով պատժես, թե ինձ չարչարող դևերին մատնես, թե ցասման հողմով ինձ հեռու քշես, եւ թե ուրիշնոր չարչարանքների գործիքներ կազմես, տարտարոսից վատ եւ գեհենից ել ավելի սաստիկ, ավելի թունոտ, քան թե որդերը եւ քան խավարը տարակուսելի եւ երկյուղալի խորխորատից էլ եւ ողորմելի մերկությունը քան ես ինքս անձամբ վկայում եմ, թե արժանի եմ խիստ այդ բոլորին։ Եվ քանզի մեղքերս նման են իրար, ուրեմն եւ նրանց հատուցումներն էլ պետք է որ նման լինեն իրարու։ Իբրև միմյանց պատկերակից միատեսակ եւ զուգակշիռ այս հասկացողության կրողներն են, ուստի կարևոր է խոստովանել եւ քողը վերցնել նրանց երեսի, որպեսզի տեսնի փնտրողը նրան եւ ծանոթանա, քանի որ ջերմ սիրով չմոտեցա եւ ընկերոջս կարիքներին իրավացի է, որ առաջին իսկ վտանգի պահին սառեմ տագնապատ, եւ որովհետեւ ես չսանդեցի ցանկություններս ապերասան, ուստի եղկելուս արժանի է, որ կրում եմ կիզումն անրովանալի, եւ քանի որ ես չսիրեցի ավետիսը լույսիդ, արդար է, որ ես կորստյան մեկի թանձր խավարում խարխափեմ մոլորագնաց, եւ քանզի խտրություն չդրի մանր ու մուներ հանցանքների միջև համարելով նրանք անվնասակար, զազիր զեռուների խայթումներից խոցոտվում եմ արժանապես, քանի որ ես ձեռքս չերկարեցի վտանգի մեջ վշտակրին օգնելու, տեղին է, որ կարճ ապականության գուբին մատնվեմ, եւ արդ, ոչ աստվածային քո գանձերից չարիք, ոչ քո լույսի շողերից խավար, ոչ էլ քեզ ապավինելու սայթակումներ առաջ կգան, այլ ես ինքս կորստյան որդիս գտա այս բոլորը,
բազում անորեն մեղքերս են, որոնք նյութեցին այսքան բարկություն։ Մոլորեցուցիչ իշխանի կամքին հնազանդելով նրան թողի ես քո տեղն իսկական, ըստ գրքի հանդիմանության։ Եվ քանզի հայտնի դարձավ մարմնիս անդամների գաղտնիքն ու խայտառակությունը, եւ երեսիս ընկավ անվայելուչ ստվերն ամոթանքիս ըստ մարգարեի առակի, ինձ բոլորովին տգեղացնելով մերկ խայտառակված պոռնիկի նման, տագիր իմ մեջ լույսը քավության երկնավոր արքա, որպեսզի թոթափելով մեղքերից փոշին ավետյաց ձայն լսած Բաբելոնից ետ դառնացողի պես, հողից վեր կենալով վերստին նստեմ եւ անսասան հույսիդ ամրությանը հիմնվելով, ինչպես Եսային է ասել, նախնի մաքրությամբ հագնեմ քո բազկի զորությունը կարող, քո քաղցր փառքի մեծության համար եւ աստվածությանդ ամենապարգև օրհնյալ հավիտյանս։ Ամեն։